Araz Ozbilիսը կպատժվի եւ կտուգանվի բավական պատկառելի մի գումարով համաձայն Սպարտակի հետ կնքված պայմանագրի դրույթների։ Այս մասին մի քանի ժամ առաջ հայտարարել է Մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբադզեն։ Պատճառը Հայաստանի հավաքականի եւ Մոսկովյան Սպարտակի կիսապաշտպան Araz Ozbilիսի ռուսական ամենաազդեցիկ սպորտային պարբերականներից մեկին Sport-Express-ին տված հարցազրույցն է, որում հայ ֆուտբոլիստը պնդել էր, թե թիմի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը իրեն թույլ չի տալիս հանդես գալ Սպարտակի հիմնական կազմում։ Այդ նույն հարցազրույցում Օզբիլիսը նաև չէր բացառել, որ ազգությամբ թուրք մարզիչը իր նկատմամբ նման դիրքորոշում է որդեգրել իր հայկական ծագման պատճառով։ Այսօր առավոտյան ես շատ կոշտ խոսակցություն եմ ունեցել կիսապաշտպան Araz Ozbilիսի հետ։ Նա ընդունել է, որ հիրավացի չէր եւ կատարվածն առավելապես զգացմունքային արարք էր։ Օզբիլիսը նաև պնդում է, որ իր խոսքերը խեղաթյուրվել են։ Ամեն դեպքում ֆուտբոլիստը պատրաստ է կրել իրեն հասանելիք պատիժը, նշել է Սպարտակի գլխավոր տնօրենը։ Հիշեցնեմ, Sport-Express-ին այսօր ավելի վաղ տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի առանցքային անդամներից մեկը նշում էր. «Պաշտոնական վարկածով ես դեռ վնասվածք ունեմ, բոլորը համոզված են դրանում, որովհետև ակումբն է այդպես ներկայացնում իրավիճակը։ Իրականում ես ինձ շատ լավ եմ զգում եւ 100%-ով պատրաստ եմ դաշտ դուրս գալ, ինձ սակայն դա թույլ չեն տալիս», պնդում էր Օզբիլիսը, ով հիշեցնեմ 2014-ի մայիսի 31-ին լուրջ վնասվածք էր ստացել Հայաստան-Ալժիր ընկերական հանդիպման ժամանակ։ Sport-Express-ի թղթակից Արտուր Պետրոսյանի հետ զրույցում սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պնդում է. «Ես ինձանից վանում էի այդ միտքը, սակայն այժմ ստիպված եմ ինքս ինձ հարցնել, գուցե այս ամենը տեղի է ունենում, որովհետև ես հայ եմ, իսկ մարզիչը թուրք։ Իդեպ Սպարտակի հիմնական կազմից ինձ վտարելու որոշման մասին Յակինը հայտնեց հենց ապրիլի 24-ին։ Ինչպես է վերաբերում ստեղծված իրավիճակին Յուրա Մովսիսյանը», հարցնում է Sport-Express-ի լրագրողը։ «Իսկ ինչ կարող է մտածել մի մարդ, ով վերջին տարիներին մեկ մարզաշրջանում առնվազն 15 գոլ էր խփում եւ հանկարծ նրան դադարում են վստահել ու դաշտ բաց թողնել։ Միթե նա կարող էր միանգամից երկրի լավագույն հարձակվողներից մեկից վերածվել պահեստային խաղացողի», հարցնում է Օզբիլիսը։ Մի քանի ժամ առաջ, սակայն Araz Ozbilիսը հանդես եկավ նոր հայտարարությամբ, հաստատելով, որ իրոք Սպարտակի ղեկավարության հետ առավոտյան կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, թե հարցազրույցի որոշ հատվածներ խեղաթյուրվել են։ «Ես ծնվել եմ Թուրքիայում, իմ բազմաթիվ բարեկամներ շարունակում են բնակվել Թուրքիայում, ի վերջո ես թուրքերեն եմ խոսում, այդ թվում Մուրադ Յակինի հետ, ուստի ազգային որևէ խնդիր այստեղ չկա։ Չեմ բացառում, որ լրագրողն է ցանկացել իր տեսակետները ներկայացնել որպես իմը», նշել է Օզբիլիսը Championat.com սպորտային կայքին տված կարճ մեկնաբանության մեջ։